Ողջույն հարգելի հայրենակիցներ, մենք հաղորդաշարն է Հայք News լրատվականի ուղիղ եթերում։ 4 տարի առաջ 2020 թվական սեպտեմբերի 27 առավոտյան ժամը 7:10 Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմ սկսեց Արցախի հանրապետության դեմ։ Շփման գծի գրեթե բոլոր ուղղություններով թշնամին օդուժի հրետանու անօդաչուների կիրառմամբ հարձակում սկսեց։ Միաժամանակ հրթիռակոծվում էին մեր բոլոր բնակավայրերը, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը։ Մարտական գործողությունները ընթանում էին արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով, ինչպես նաև հայ-ադրբեջանական շփման գծի որոշ հատվածներում։ Այս պատերազմը տևեց 44 օր եւ ճակատագրական եղավ Արցախի հանրապետության համար։ Հյուրս այսօր միջազգայնագետ ռազմաքաղաքական գործիչ Դավիթ Կարապետյանն է։ Շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, հրավերս ընդունելու համար։ Ինչպես նկատեցիք, ես երևի թե առաջին անգամ ձեզ ներկայացրեցի նաև որպես ռազմական գործիչ, եւ դա պատահական չէ։ Ինչու եմ սա ասում, որովհետև լրատվական դաշտում ձեզ ներկայացնում են հիմնականում որպես միջազգայնագետ, բայց ուզում եմ այսօր առաջին անգամ նաև մեր հեռուստադիտողները թող տեղեկանան, որ Դավիթ Կարապետյանն այն անձն է, որը նաև 44 օրյա պատերազմի մասնակից եք եւ բարձրաստիճան սպա եք։ Սա շատ, ինչպես ասում են, պատասխանատու է եւ ինձ համար հարցերի տեսանկյունից եւ ձեր համար պատասխանների տեսանկյունից, որովհետեւ դուք այսօր, պարոն Կարապետյան, որպես ականատես նաև պետք է օգնեք մեզ հասկանալ, ինչ կատարվեց 44 օրերի այդ ընթացքում պատերազմական գործողությունների, բայց մինչ դրան անդրադառնալը ես պիտի ձեզ խնդրեմ, եկեք նախ հասկանանք ինչ պատերազմ է, ինչ իրավիճակ էր եւ կենտրոնանանք հիմնականում Տավուշի հատվածում Ադրբեջանը գնաց ռազմական գործողությունների, մենք շատ ուրախացանք, տարածքներ իբրև թե գրավեցինք, շքանշաններ եւ այլն, այդ նախնական, նախապատերազմական իրողություններից սկսեք, խնդրեմ ձեր վերլուծությունը այսօրվա լսում ենք ձեզ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Կարևոր օր է, հատկանշական օր է, ես այդ բառը չեմ սիրում օգտագործել, բայց ուզում եմ նաև զինվորական որպես, իմ խոնարհումս մեր նահատակված զինվորներին եւ ընտանիքի անդամներին ուշ կորով բոլորին, ովքեր ունեցել են իրենց ընտանիքում զոհեր եւ նահատակներ։ Ինքնին մինչ խոսելը առհասարակ պատերազմի մասին 44 օրյայի, շատ լավ հարց եք տալիս, թե նախապատերազմյան իրավիճակը ինչպիսին էր։ Եվ եթե փորձեմ մաքսիմալ լակոնիկ, ապա այսպես էր, մենք ականատես էինք Տավուշում որոշակի իրավիճակների, որտեղ որ մենք այսպես փոքրիկ լոկալ իրավիճակ պատերազմների ընթացքում ինչ որ դիժկային առավելություններ էինք ստանում, որի արդյունքում հիշում եք մեդալների բաժանումներ էինք տեսնում, հաղթանակներ էինք տոնում եւ միաժամանակ զուգահեռ իրականության մեջ հետախուզությունը եւ հակահետախուզությունը խոսում էր օր առաջ պատերազմի հավանականության մասին եւ այն փաստը, որ գործող իշխանությունները եւ Արցախի եւ ՀՀ իշխանությունները տեղյակ էին լայնամասշտաբ պատերազմի եւ մասնավորապես այդ պատերազմը հարավային Արցախի հատվածից սկսելու մասին, դա խոսուն ցցուն փաստ է, որի մասին բարձրաձայնվել է բազմիցս եւ դա ընդունվել է, այսինքն հերքել դա անհնար է։ Կներեք, այսինքն տեղեկացված է եղել օրով ժամով, կարող ենք այսպես ասել, պարոն Կարապետյան։ Հետախուզությունը օրով ժամով հստակ տեղեկատվություն է տրամադրել իշխանություններին, հավանական, ոչ թե արդեն իսկ հավանական, այլև իսկ նախաձեռնելիք պատերազմի սկսման մասին։ Բայց հիշում եք, Դավիթ Տոնոյանն ասում էր, մենք տեղյակ չենք, օրով, իհարկե սպասում ենք, ասում էր, կար այդ մտավախությունը, բայց օր, ժամ, բացարձակապես ներկայացնեն օր ու ժամով, պատկերացնում եք դա, որպես զինվորական, դա իհարկե շատ սխալ քայլ կլինի սեփական ժողովրդին օրով ժամով ասել, թե պատերազմը երբ կլինի, եւ երկրորդը դա տպավորություն կլիներ, որ ամեն ինչ արդեն իսկ տեղյակ են, համաձայնեցված են թուք մինչև, Հետևաբար նրանց պետք չէր նման ալիբի տալ, որպեսզի այսօր մենք օրինակ նման եզրույթներ չօգտագործենք, Եվ այստեղ պետք է հստակ իմանալ, որ այո, պատերազմի մասին
բոլոր ինֆորմացիան նախապես տրամադրվել է զինված ուժերին։ Զինված ուժերը հստակ իմացել են, որ ընդամենը օրերի տարբերությամբ, թե մոտակա օրերի շաբաթների ընթացքում երբ է դա տեղի ունենում։ Եվ երբ որ հիմա տեսանյութներ են հայտնաբերվում, այսպես գալիս են լրացնելու այս մեր խոսակցությունը, որպես ամբողջական պատկեր, հստակ հասկանում ենք, որ հատկապես Արցախի հարավում, ջրականի հատվածում եղել են ահռելի կուտակումներ, որի մասին եւս զեկուցվել է իշխանություններին եւ քայլեր չի ձեռնարկվել։ Անգամ տեսանյութերում հստակ երևում է, թե ինչ առաջարկ են անում զինվորականները, երբ որ տեսաձայնագրում են, թե ինչպես ահռելի տեխնիկա եւ կուտակումներ է տեղի ունեցել հատկապես հարավային շրջանում։ Ես նորից դառնալով Տավուշյան, հա, այդ դեպքերին իզուր չէ որ սկսեցի, որովհետև հիշում եք, հենց այդ շրջանում այդ ռազմական գործողություններից հետո Տավուշի, երբ որ Թուրքիան եկավ եւ վարժանքներ իրականացրեց այդ ընթացքում Ադրբեջանի հետ, այո, եւ թուրքական զորքը մնաց եւ այդ զորքը, զենքը հետո ուղղակիորեն արդեն սեպտեմբերի 27-ով կիրառվեց Արցախի դեմ։ Դրան մենք առանձին կանդրադառնանք, բայց այդ բոլորը այնքան ակնհայտ էր եւ ասել, որ ռազմաքաղաքական ղեկավարությունը տեղյակ չէ, ինչպես երբեմն որոշ քպեականներ են ասում, թե տեղեկացված չեն եղել, թե իրենց ոչինչ չի ասել, սա իսկապես մեծ ստերից մեկն է։ Այո, մեծ ստերից մեկն է։ Եվ հիմա այդ կներեք, ի հավելումն, հա, ձեր հարցին նաեւ ասեմ, որ նաև փաստ է, որ թուրքական բարձրաստիճան ղեկավարության անմիջական օժանդակությամբ եւ նրանց ղեկավարմամբ, հա, հրամանատարաշտաբային ամբողջ աշխատանքը կատարել են թուրքական զինվորականները։ Այո, եւ ես եւս երկու փաստ եմ ուզում հիմա հրապարակել, դարձյալ տեղեկացված լինելը հաստատելու համար։ Այն ժամանակ Սամվել Բաբայանն էր ասում, որ ամսի 19-ին, ամսի 25-ին, սեպտեմբերի մասին է խոսքը, ԱԱԾ պետը Արցախի Կամո Աղաջանյանը հստակ ասել է, որ պատերազմը սկսվելու է, ընդ որում օրով է ասել։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները ռադիոկլանման միջոցով թուրքական F-16 օդաչուների խոսակցություններն են լսել, այո։ Դրանից հետո նաև գլխավոր շտաբի պետը նախկին Հայաստանի զինված ուժերի, հա, Օնիկ Գասպարյանն էր ասում, որ նախապես ներկայացվել է անվտանգության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյան։ Իսկ ինչ էր այդ ժամանակ, եկեք միասին հիշենք անուն Նիկոլ Փաշինյանը, ես հիշում եմ 25-ին սեպտեմբերին նա մի ելույթ ունեցավ, որտեղ խոսում էր, որ հնարավոր է բանակցային գործընթացը հանգիստ ճեղքել եւ գնալ հասնել նրան, որ Արցախյան խնդիրը լուծվի Ադրբեջանի ժողովրդի, Հայաստանի ժողովրդի եւ Արցախի ժողովրդի։ Այսինքն այս մարդը զբաղված էր այն նույն խաղաղության պրոյեկտով, ինչով զբաղված է այսօր եւ այսօր եւս ռազմական գործիչները կանխատեսում են հնարավոր նոր պատերազմ։ Նույն ղեկավարներ, որը որ ասում էր, որ հաղթանակ ենք տոնելու, հետագայում ասեց եկեք պայմանավորվենք, որ ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք համարի։ Գիտեք, սա այն դեպքն է, երբ որ ամեն ինչ շատ պարզ է, այստեղ նոր հեծանիրներ չպետք է մոգոնենք, որովհետև նորից եմ կրկնում, պատերազմը որպես այդպիսին բոլորիս համար հայտնի է եղել, առավել եւս զինվորականության համար, մենք եւս, հա, հասարակությունը տեղյակ էր, որ կուտակումներ է լինում, դրա մասին անձամբ նույնիսկ զինվորականները, հատկապես Արցախի առաջիկից կանգնած զինվորականներն էին ասում, հա, այսինքն մեր համար նորություն չէր։ Շատ լավ, իսկ հիմա եկեք հասկանանք, նորություն չլինելով հանդերձ, հայկական բանակը եւ հայկական բանակի բաղադրիչ համարվող Արցախի պաշտպանական բանակը պատրաստ էր ըստ ձեզ, այսինքն մենք անակնկալի եկան մեր զինված ուժերը, թե որովհետև այսպեսի մի խոսակցություն կար, որ հրամանատարներից մեկը այդ ընթացքում որ քեֆի մեջ է եղել Արցախում։ Կա նման դրվագ։ Իրազեկված չլինելով, հա, պատերազմի։ Չէ, ոչ թե իրազեկված չլինելով, այլ նու այդ ինֆորմացիան մի փոքր փակ է եւ տարատեսակ կարծիքներ կան այդ դրա շուրջ, բայց այսպես ասեմ, նորից եմ կրկնում, վերստին եմ կրկնում։ Պատերազմի մասին ողջ ռազմաքաղաքական վերնախավը իմացել է։ Եվ անգամ այդ դուք հարցնում եք, թե ինչ են ձեռնարկել, ես ձեզ վստահաբար ասում եմ, որ որպես այդպիսին, եթե պայմանավորված պատերազմ չլիներ, իսկ սա պայմանավորված պատերազմ էր, որովհետև ես միանգամից եմ տալիս ձեր հարցի պատասխանը, դա պայմանավորված պատերազմի եւ վերջնարդյունքն էլ այսպիսի, ուրեմն պատկերն է, այն ինչ որ հիմա մենք ականատեսնենք, կորսված Արցախ։ Բայց նորից եմ կրկնում, զինվորը կռվել է, առաջնագիծում կանգնած
զինվորականը անկախ, հա, ղեկավար կազմը ինչ հրամաններ է արձակել, որոշ տեղերում հետնահանջ, որոշ տեղերում զիջել, հա, եւ բոլոր իրավիճակները, երբ որ գումարայինով դնում ես իրար վրա, հասկանում ես, որ սա պարտադրված պարտություն է նաեւ եղել։ Սա մեր զինվորի պարտությունը չի եղել, Այսինքն սա քաղաքական կներեք, սա ղեկավարության ռազմաքաղաքական ղեկավարության պայմանավորվածություններ, պարտությունն է, սա հայ զինվորի, զինվորականի պարտությունը չի եղել։ Բա ինչու է Նիկոլ Փաշինյանը առ այսօր, ընդ որում հիմա էլ այդ քննիչ հանձնաժողովը 44-օրյա պատերազմի, հա, դեպքերը քննող ավարտել է վերջերս հայտարարեց Անդրանիկ Քոչարյանը այդ մասին, որ իր գործողություններն ավարտել է, ուսումնասիրությունները ավարտել է, ԿՊԱ-ականներից մեկն էլ ասեց այս շուտով Դա ինքնամաքրվան շատ քրեական գործեր են հարուցվելու, Արգելտի թիրախավորելով նորից մեր զինվորականներին։ դա ինքնամաքրման process էր, որպիսի վաղը մյուսօր լավ էսպես ասեմ, Նյուրնբերգյան դատավարություն չտեղի չունենա հայկական տարբերակով։ Այն ինչի մենք ականատես ենք, դա լավագույն տարբերակում, այն որ ասում է զարանի է, մենք փորձում ենք, խոսքը գնում է ԿՊԱ-ականների, մաքրել այն հետքերը, որը հնարավոր է եւ ցույց տալ, որ տվյալ իշխանությունները ոչ միայն առնչություն չունեն, այլև անմեղ են եւ որևիցե պատասխանատվության իրենց վրա չկա։ Բաժին չեն կրում։ Այո, դրա ականատեսն ենք առ այսօր։ Մեղքի իրենցից անընդհատ բոլորը հեռացնում մեղավոր են, բացի իրենցից։ Նման, այսինքն, իսկ ես հստակ կարող եմ ասել, եւ թիվ 1 պատասխանատուներ, եւ թիվ 1 մեղավորը, Արցախի կորստի։ Ես կարող եմ իհարկե թվարկել, որ նախքին ներկա այս ամեն ինչի խաղերի արդյունքում է եղել Արցախի կորուստը եւ տրամաբանական շարունակությունը, աչքիս լույսը չեն նախքինները, բայց փաստացի կա մի իրողություն։ Եղբայր Արցախը կորսվել է քո որոշումների եւ քո կառավարման ժամանակահատվածում, մնացածը հեքիաթներ են։ Լավ, պարոն Կարապետյան, հնարավոր էր այնուհանդերձ խուսափել դիվանագիտական դաշտում անել քայլեր, որպեսզի պատերազմը գոնե տևեր 4 օր, հա, ոչ թե 44 օր։ Ասեմ ձեզ, իհարկե հնարավոր, նախ դիվանագիտական բոլոր գործիքակազմը կար, որ դա հնարավորինս մաքսիմալ կանխարգելվեր, մինիմում լայնածավալ պատերազմը։ Երկրորդը, ձեր ասածի շուրջ վստահ եմ դուք որպես պրոֆեսիոնալ լրագրող եւ բազմիցս է նաեւ մեդիա դաշտում խոսվել, որ առաջարկներ եղել են խելամիտ եւ ժամանակին, որքան էլ դա ընդգծված պլան է եղել, հա, ավելի լավ տարբերակով պատերազմի դատարի մասին է խոսքը։ Եվ երրորդը այն, որ որքան էլ պատերազմը պլանավորված էր, այլ ավարտ եւ կուլմինացիա պետք է ունենար, որի մասին ակնարկում էր անգամ Պուտինը իր 3 անգամ զանգի միջոցով։ Եվ այստեղ է, որ մենք պետք է հասկանանք, որ այստեղ քննարկման առարկա չկա անգամ, թե դա այն պատերազմն էր, որը Ալիևը կարող էր ինքնագլուխ սկսել եւ դրա մասին ոչ մեկը տեղյակ չէին, դա բացառվում է։ Դրա մասին խոսվել է եւ ես բազմիցս առիթ եմ ունեցել ասել, որ ընդհանրապես այս պատերազմը պետք է տեղի ունենար 16 թվականին։ Եվ որոշակի չափով 16 թվականին մենք ռազմական գործողությունների ականատեսը դարձանք եւ ձեր ուղիղ պատասխանն եմ տալիս, որ նաեւ ինչ որտեղ բնավ չհամարեք սա ինչ որ նախկին իշխանություններին ինչ որ, հա, ես բան եմ անում, բայց 4 օր տևեց հիշում եք ու համենայն դեպս դիրքային ոչ մի մեծ հաշվով առավելություն Ադրբեջանը չունեցավ, ընդհակառակը անառիկ մնացին մեր արցախյան առաջնագծերը։ Հետևաբար այս պատերազմի տեղափոխումը եղավ արդեն 4 տարի անց ուրիշ պատկերով, թուրքական միջամտությամբ, ATS-ներով, նոր ռազմաստրատեգիական նորանոր ուրեմն տեխնիկաներով եւ այլն։ Եվ փոխված Հայաստանի փոխված ռազմաքաղաքական ղեկավարության օրոք եւ փաստորեն այստեղ մենք, ինչպես դուք եք ասում, այո, արդեն 4 տարի է կա այն համոզմունքը, որ սա իսկապես պայմանավորված պատերազմ էր, պատերազմով հանձնելու, Արցախը հանձնելու ձեռագիրը ակնհայտ է։ Այդ օրերին ես հիշում եմ հոկտեմբերի 14-ին էր։ Լավրովը հանդես եկավ մի հարցազրույց էր, որտեղ նաև մեր հայրենակից լրագրողներն էին Ռուսաստանաբնակ հարցեր ուղում եւ այդ ժամանակ Լավրովը հստակ խոսում էր պլանի մասին։
Հիշում եք, չէ՞, դա կոչվում էր Լավրովյան պլան, էլի դրանից առաջ էր խոսել, բայց հոկտեմբերի 14-ով ֆիքսվեց նաև բոլորիս մոտ, որ պատերազմական այդ տաք ընթացքի ժամանակ եւ համաձայն այդ պլանի եւ Արցախի կարգավիճակի հարցը պիտի լուծվեր, այսինքն Արցախը կար եւ մնում էր Հայաստանի հետ կապով, Լաչինի միջանցքով, այսինքն եթե հանձնվելու էին, պարոն Կարապետյան, ապա հանձնվելու էին այն 5+2-ը, հա, կամ 7 շրջանները, Արցախը ամբողջությամբ այդ հատվածով մնալու էր հայկական։ Ինչու Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունը ականջալուր այդպես է չեղավ այդ շրջանում գոնե թե Ռուսաստանի հետ հարաբերությունները երկու լավ էին, չէ՞, ռազմաքաղաքական մեր դաշնակցի հետ։ Հարցի վերջից կամ բոլորիս է արդեն հայտնի, որ Նիկոլ Փաշինյանը ուզում էր դառնալ Տիգրան Մեծ։ Նա եւս ուզում էր հաղթանակած դիրքերում, ինչպես նախորդ նախագահներն էին։ Եվ այդ արկածախնդրության արդյունքն էր նաև դա։ Տեսեք, իրականում այն ինֆորմացիան, որը որ մենք տիրապետում ենք ձեզ հետ միասին, Լավրովյան պլան ասվածը, դա բնականաբար շատ խրթին, շատ ինչ որտեղ օպերատիվ եւ գաղտնիքներ պարունակող փաստաթուղթ եղել, ու առաջարկ եղել, հա։ Այո, դուք շատ ճիշտ եք, որ ըստ սցենարի եղել է հենց այդ սկզբունք եւ առասարակ ռուսական արտաքին քաղաքականության մեջ, տվյալ դեպքում Արցախի հարցով կա հստակ դիրքորոշում, Արցախյան հիմնախնդիրը թողում են հետագայում։ Հիշում եք, բազմիցս անգամ ՌԴ նախագահներ այդ մասին ասում, կարգավիճակի մասը, այսինքն խոսքը գնացել է, այո, դուք ճիշտ եք, 7 ռայոնների հանձնման, բայց այն սկզբունքով, որ ուրեմն Լաչինի շրջանի, Բերձորի շրջանի մի զգալի հատվածը որպես միջանցք ավելի լայն, ուրեմն տարածականությամբ պետք է մնար Հայաստանի վերահսկողության հապ, կապը հաստատելով Մայր Հայաստանի հետ, Արցախի կարգավիճակը մնում էր, այսինքն տվյալ դեպքում բուն Արցախի, հա, որպես ինքնահռչակ Արցախի հանրապետություն, հանրաքվեով իրականացված Արցախի, ուրեմն քաղաքական քարտեզի տեսանկյունից այդ հատվածը մնում էր հայկական վերահսկողության տակ եւ Արցախի հանրապետության ներքո, բայց Արցախի հարցի կարգավորման հանգուցալուծում որպես այդպեսին չէր լուծվում իրականում, բայց թողնվում էր հաջորդիվ։ Այսինքն ըստ այդ պլանի եւ այդ խոսույթների պլանավորված էր դա, բայց եւ նաեւ ականատեսային նրան, որ հիշում եք, տարբեր իրավիճակներում, երբ որ նաեւ զանգերի հետ համադրված այդ պլանի գործադրման ժամանակ զանգեր էին գալիս պատերազմի դատարի առաջարկով եւ մերժվում էր այդ առաջարկը, որովհետեւ ըստ մեր ունեցած բացահայտ ինֆորմացիայի, որը տրամադրվում էր հանրային առաջինով, հա, իդեմս Արծրուն Հովանեսյան կերպարի, ասում էր, որ ամեն ինչ կոնտրոլի տակ է, հաղթելու ենք, լոզունգը, հա, մինչև վերջի րոպե, ընդհուպ մինչև երբ Շուշին ընկավ, եւ փաստացի հիշում ենք, թե ինչպես, հա, գյորբագյոր օպերացիաներ էին իրականացնում, որի արդյունքում պետք է կուտակումներ լինեն եւ միանգամից լիկվիդացում լիներ, հա։ Խոսում ենք Գանջայի, այսպես կոչված օդանավակայանը, եւ այլն, բայց փաստացի փաստի առաջ կանգնանք, երբ որ արդեն գիտեք Շուշի ընկավ, նախ Շուշին չընկավ իհարկե, Շուշին հանձնվեց, եւ այս պարագայում պատերազմը արդեն իսկ տրամաբանական ավարտը եղավ հենց այդ օրվանից իրական, որտեղ շատերը ասում են, երբ որ արդեն ամբողջական, հա, էթնիկ զդումը եղավ, ոչ, Արցախը ընկավ, երբ որ Շուշին վերցրեցին, որովհետեւ ռազմաքաղաքական տեսանկյունից, եթե Արցախը քոնն է, ուրեմն դու վերահսկում ես ողջ Արցախը։ Այո, եւ դա հատուկ էլ արվեց։ Ուսումնասիրությունները դա են ցույց տալիս։ Փաշինյանը ուղղակի հանձնեց այդ ինչպես են եկել, հիշում եք մի այսպես տեսանյութ էր պատտվում, թե ինչպես են այդ հատվածից, այդ Քարինտակի հատվածից հանգիստ բարձրանում ադրբեջանցիները։ Եթե նույնիսկ ոչ հանգիստ, ապա ոնց են եկել հասել Շուշի Քարինտակ, էլի։ Ինչ որ հովիվ էլի ասում են ուղեկցել, տարբեր փաստեր էին, բաներ կան եւ կարեւոր բան, բնականաբար ինչպես ինկասացիայի մեքենայով գումար էր տեղափոխվում այնտեղից, հա։ Կամ այդ ինչու էր Արգիշտի Քյարամյանը այնտեղ հայտնվել, հա, ինչ գործառույթով եւ այլն։ Այդտեղ բոլորը քննարկման առարկաներ են, որոնք բնականաբար այս իշխանությունների օրոք չեն քննարկվում։ Եվ այստեղ դուք նաեւ ձեր նախորդ հարցից շատ կարեւոր դրվագ ասեցիք, որ կուզենամ 4 տարի է անցել, հարգելի Տիգրան Սիմոնյան, 4 տարվա ընթացքում դուք գիտեք, քանի անգամ ուրեմն ռազմազորավարժություններ է իրականացրել Ադրբեջանը, լինի դա համատեղ թե ինդիվիդուալ։ Գրեթե տարին 2 անգամ։ Տասնյակից ավել։ Ամեն տարի 2-3 անգամ։ Ես ձեզ հարց եմ ուղղում, մենք այս 4 տարվա ընթացքում
լուրջ զորավարժություններ անցկացրել ենք, բացի պահեստայինների հավաքներից են ինչ-որ, որը ինձ դու գիտեք ինչ բնույթ է կրում, Ոչ արդյունավետ։ եւ ոչ որ դեմոնստրատիվ ընդհանրապես ցուցադրական բան է։ Հա, Կալաշնիկով մարդը հիմա խոսում է պատերազմի չեն խաղաղության գնում, մասին, էլի, որ ինչ պայստազորին տանես, ինչ որ սովորացնես ԱԿՄ-ից օգտվելը, հա, կամ վերհիշի իր զինվորական տարիներին, թե ոնց են քանդում ԱԿՄ-ը եւ հավաքում։ Տեսեք, փաստը այն է, որ կա մի իրականություն, իրենց իրականությունը, որ իրենք խաղաղության դարաշրջան են բացում։ Հիշում եք, բազմիցս իմ խոսույթում ասել եմ, ձևակերպումը մեկն է, ըստ իս։ Խաղաղության դարաշրջանը դա միֆ է, այս խաղաղության պայմանագիրը ինքը լակմուսի թուղթ է։ Դրան չի կարող արտահայտվել երկու ժողովուրդների կամքը, որովհետև իրականում խաղաղություն չի կարող լինել։ Մանավանդ, երբ որ մարդիկ խոսում են Զապադնի Ադրբեջան բարամտե վտարանդի կառավարություն են ձևավորում, իսկ մերոնք հակառակը ասում են Արցախում Հայաստանի ներկայության շենքը պետք է մի հատ իմաստը հասկանանք փոխելու։ Անդրադառնանք դեռ դրան, նաև Նիկոլ Փաշինյանի ՄԱԿ-ի ելույթը, որը ակնհայտ ամեն ինչ ասում էր, հա, եւ նաև թուրքական կողմի հետ հանդիպումներին, Շատ ջրջիմ ելույթ էր իդեպ։ Դրանք անդրադառնանք բան Կարապետյան, բայց ես մեկ հարց եմ նաև ուզում տալ, շփման գծի ողջ երկայնքով հարձակումից հետո ընդամենը 15 րոպե անց ադրբեջանական կողմին հաջողվել է հակաօդային մեր ուժերը 50%-ով շարքից հանել եւ հրետանին 40 եւ ավելի տոկոսով շարքից հանել։ Այո, առաջի օրը արդեն իսկ Բայց դա ինչպես եղավ։ Մենք միշտ հպարտացել ենք, որ հայկական բանակը ուժեղ է, հայկական բանակը տարածաշրջանի իսկապես անվտանգության, հա, երաշխավորն է եւ զսպողն է Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների։ Այդ ոնց եղավ, որ ընդամենը 15 րոպեում այստեղ դավաճանություն կար, թե անպատրաստություն, թե ուզում հասկանալ պատճառը։ Ձեր հարցի պատասխանը իրականում ռազմական որոշակի գաղտնիք պարունակող պատասխան է։ Այնքանով, որքանով թույլ է տալիս Ես կասեմ հնարավորությունը ընդամենը բացել մեկ բան։ Գիտեք, նախ ընդհանրապես այդտեղ ինչ որ նորություն չկա այնքանով, որ Ադրբեջանի համար բնավ խնդրեմ չի ճշգրտված, հստակ ճշգրտել, թե որ տեղանքում ինչպիսի ստորաբաժանումներ են կանգնած, որտեղ ինչպիսի ծառայություններ են իրականացվում, որտեղ ինչ զորամիավորումներ են աշխատում եւ ընդհանրապես ինչ զենտեխնիկան որտեղ է գտնվում։ Այսինքն արբանյակային կապով Իհարկե, ամեն ինչ դա տեսանելի է։ Երկրորդը, դուք հիշում եք, որ առաջի խնդիրը ո՞րն է եղել։ Հակաօդային պաշտպանության, ուրեմն լիկվիդացումն է եղել։ Այսինքն ամբողջ համակարգը նորմալ չի աշխատել։ Դա մի հատ ուրիշ թեմա է քննարկման։ Բայց որպես այդպիսին օդը այն որ ասում է ժողովրդական լեզվով, օդը բաց է եղել։ Այո, դա եւ այստեղ գիտեք, եւ մեղադրվում էր նաեւ ռուսական կողմին, որպես դաշնակից ասում են մեզ հակաօդային պաշտպանությունը դա ճիշտ է, մասամբ դա բացատրություն ունի, այդ մասով էլ կարող ենք շատ երկար խոսել, փաստացի հայկական վերահսկողության տակ եղել է հակաօդային պաշտպանության համակարգ, որը շարքից դուրս է եկել առաջին իսկ րոպեներին։ Դա փաստ է։ Լավ, Թուրքիայի մասնակցությանը անմիջական ուղղորդմանը նաև անդրադառնանք, առաջին իսկ պահից դա հասկացվել է, նկատվել է, բայց կուզեմ հետևյալ շեշտադրումը այս առումով հայկական կողմը այս 3-4 արդեն տարիների ընթացքում հիմա ես ձեզ հետևյալ հարցով դիմեմ դուք տեսել եք երևի որևէ անգամ որ ասենք արտգործնախարարը, վարչապետը, ԱԽ-ը կամ մյուսները միջազգային որևէ հարթակից Թուրքիայի հետ կապված հստակ հայտարարություններ հնչեցնեն որպես մասնակից, որովհետև այդ օրերին ես հիշում եմ, որ միջազգային մամուլը անգամ գրեց, որ թուրքական մի կործանիչ է անցել եւ խփել է հայկական եւ կործանիչներից մեկը եւ օդաչուն զոհվել է։ Այսինքն միջազգային մամուլը արդեն արձագանքում էր, որ Թուրքիա դու մասնակից ես եւ այսպես որոշակի կոչեր էին հնչում, որ Թուրքիան պետք է իրեն զսպի եւ այդպես ակտիվ չմասնակցի, թույլ տա, որ գործընթացը առանց իրեն, հա, հանգիստ կողմերը, այսպես ասած, իրար հասկանալով առաջ անցնեն, ոչ թե դու մասնակցում ես քո հզոր զինտեխնիկայով, պատկերն ամբողջությամբ փոխվում է մի ամբողջ փոքրիկ Արցախի դեմ։ Հայաստանյան որևէ իշխանավոր խոսել է Թուրքիայի կատարած ռազմական գործողությունների եւ Ադրբեջանին այդչափ թիկունք լինելու մասին։ Խոսել են մասամբ։ Պաշտոնապես հայտարարություններ որոշակի հնչել են, եթե չեմ սխալվում, ձևակերպում կար, որ այ հիշում եք ասում էին
Հայաստանի դեմ պատերազմում էին ոչ միայն Ադրբեջանը, այլ նաև Թուրքիան, Պակիստանը, Վարսկանները եւ այլն։ Որոշակի բարձրաստիճան ղեկավարության կողմից եղել են նման հայտարարություններ։ Ներողություն, փոքր մի բան հիշեցի, շատ ներողություն, պարոն Կարապետյան, Փաշինյանը մի բան ասեց, թե ցեղասպանությունը եկել է շարունակել Թուրքիան։ Այդպիսի միտքեր կար։ Իսկ այսօր գեղեցիկ ձևով գիրք են դնում կրծքին սեղմած։ Տեսեք, ամեն դեպքում փաստ է։ Կան բոլոր ուրեմն ցայնագրությունները պահպանված են, թե ինչպես թուրքական բարձրաստիճան ղեկավարությունը եւ թուրք զինվորներ մասնակից են եղել այդ process-ին։ Եվ կան տեսնողներ եւ փաստը հավաստողներ, հազար ու մի փաստեր կա, որպես այդպեսին Թուրքիան այո մասնակից եղել է Արցախյան երկրորդ պատերազմին։ Դա աներկբա է, դա փաստ է։ Էրդողանն Եվ երկրորդը եւ այո, Էրդողանը սեփական այո նարատիվները իհարկե առաջ տանելով հիշում եք, ասեց մենք այդ հարցը լուծեցինք։ Ոնց հարցակվեցի Արցախի դեպքում այդպես էլ կանենք Իսրայելի Իսրայելի, Ալժիրը մեզ օրինակ հիշում եք, ասեց։ Արդեն հպարտանում են, այսինքն իհարկե, որովհետեւ կար ժամանակ թաքցնում էին, իրենք էլ չէին ուզում։ Եվ երկրորդը դուք հիշեք կարևորագույն փաստ, որի մասին էլի շատ ռազմաքաղաքական գործիչներ չեն խոսում, որ պատերազմից հետո նրանք ինչ ամրագրեցին Շուշիի դեկլարացիան։ Այո։ Հզորագույն մի փաստաթուղթ, որով նրանց բանակը կարելի ասել համատեղ բանակ է ցանկացած արավիշկի դեմ պայքարելու համար։ Ցանկացած մեկ կրակ Ադրբեջանի հանդեպ դա դիտարկվում է կրակել Թուրքիայի հանդեպ, բայց ես այստեղ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ փաստի վրա։ Արցախյան առաջին ուրեմն պատերազմի ժամանակ դուք հիշում եք ձևավորվել էր համենայն դեպս կոնսենսուս, որ Թուրքիան որևիցե կերպ չպիտի է միջնորդի մասնակցություն ունենա՝ ի տարբերություն երկրորդ պատերազմի։ Ես դա չեմ ուզում հիմա ամբողջությամբ իհարկե վերագրեմ նախորդ, առաջին իշխանություններին Հայաստանի Հանրապետության 90-ականներին, երբ որ կար որոշակի, այսպես հայ-թուրքական հարաբերություններում հիշում եք, Լևոն Տեր-Պետրոսյանի վարկը եւ այլն եւ ինչպիսի պայմանավորվածություններ հետկուլիսային եղել են, համենայն դեպս որ փաստ էր, որ այն ժամանակ Թուրքիան անմիջական մասնակցություն չունեցավ, հələ հիշում եք, այն մութ ու ցուրտ տարիներին նույնիսկ Թուրքիայից մենք կարողանում ենք ծորեն եւ այլն, չխոսենք հիմա այդ մասին։ Ուզում եմ ինչի համար սա համեմատական բերեցի, որ չի եղել զսպիչ ուրեմն պայմանավորվածություն, որպես այդպեսին, որպեսի Թուրքիան մասնակցություն չունենար։ Լինի դա զինվորականի տեսքով, բարձրաստիճան ղեկավարության տեսքով, եղել է հստակ պատերազմ, որին մասնակիցը եղել է անմիջապես թուրքական բարձրաստիճան ղեկավարությունը, ինչու՞ չէ նաև զինվորները։ Սպեցատրիադներ են եղել, որոնք որ հատուկ գործողություններ են իրականացրել տարբեր հատվածներում Արցախի։ Պարոն Կարապետյան, որպես մասնակից, խնդրեմ հետևյալ հարցին էլ անդրադառնանք եւ ամփոփենք գանք մինչեւ նոյեմբերի 9-ի այսպես կոչված այդ կապիտուլյացիոն փաստաթղթին, շատ էր խոսում վերջո կասկածելի տարբեր մարդկանց ներկայության մասին Շուշիում, ասում են թուրքեր էին արդեն մտել մինչեւ ադրբեջանցիների կողմից Շուշիի գրավումը։ Պաշտոնական նաեւ կարևոր այսպես բարձրաստիճան պաշտոններում դարձյալ ինչ որ թուրքական ծագում ունեցող մարդկանց ներգրավվածության մասին է խոսվում։ Այդ ընթացքում բունկերում ինչ որ մարդկանց, կասկածելի մարդկանց հայտնվելու մասին եւ ամբողջ պատերազմական, ասենք, այդ գործընթացը ուղղորդելու մասին է խոսվում։ Սրանք էջեր են, որ թվում է թե փոքր դրվագներ են, բայց ամենևին ոչ։ Ասենք, ասում է, որ օրինակ այդ պահին Շուշիում կային մարդիկ, որոնք իբր հայկական անուններով են իրենց այդ պահին կոչել, բայց իրենք ազգությամբ ադրբեջանցիներ են եղել եւ արդեն վաղուց ներդրված Շուշիում, Արցախում։ Լավ, Արցախում չի եղել ազգային անվտանգության ծառայություն, թե այդ բոլորը փլվեց այս իշխանության Նիկոլ Փաշինյանի ձեռամբ, երբ որ հայտարարում էր Արցախ պիտի մտնի Թավշյա հեղափոխությունը։ Գուցե այդ Թավշյա հեղափոխությամբ տրոյական ձին հասցրեց մտնել մինչև պատերազմը եւ իր սև գործը տեսավ ներսում, որպեսզի պատերազմի ժամանակ արդեն շատ հեշտ փլուզվեր այդ ամբողջը, հա։ Տեսեք, ոչինչ չի բացառվում, նաև ձեր ասածը, շատ խիստ հավանական բան եք ասում։ Ինչու, որովհետև նախ եկեք շատ հասարակ մի հատ բան ֆիքսենք։ Շատ ադրբեջանցիներ, ընդհանուր երիտասարդներ, հա, միջին տարիք եւ ավան, նրանք շատերը տիրապետում են հայերեն լեզվին, հատկապես Արցախի բարբառին։
Նույն տրամաբանությամբ մի շարք արցախցիներ ադրբեջաներեն գրեթե մաքուր խոսում են, ելնելով, որ ժամանակին համակեցություն է եղել։ Այդ համատեքստում, այո, հատուկ նշանակության զորամիավորումներից անձինք բնականաբար կարող էին թափանցել Արցախի համապատասխան վայրեր եւ հայկական, այսպես անուններով, հայերեն խոսելով, տպավորություն ստեղծելով, որ բնականաբար հայերեն ինֆորմացիա հիմնականում, որտեղ նման գործողություն կատարող առաջնահերթ ոչ թե մտնում է ինչ-որ կոնկրետ ռազմական գործողություն, այլ օպերատիվ, ինֆորմատիվ ինչ-որ տեղեկատվություն ստանալու եւ փոխանցելու համար։ Այս պարագայում դա չի բացառվում, այո։ Ես չեմ բացառում, ես անմիջապես դրա ականատեսը չեմ եղել նման ինցիդենտների, բայց այո, բազմիցս խոսել են նման ձեր ասացի մասին, կարծում եմ դա չի բացառվում։ Ես չէի բացառի դա։ Այո։ Շատ լավ, անցնենք առաջ, գանք նոյեմբերի 9-ով մենք սեղանի վրա ունեցանք 3 պետությունների ստորագրությամբ, 3 ղեկավարների։ Եկեք ուղիղ խոսենք, կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Դուք դա ես ուզում հարցնել հիմա, արդեն 1 տարի, 3-4 տարի անց դա դուք հիմա համարում եք կապիտուլյացիոն փաստաթուղթ, այն ժամանակ հայտարարվեց այդպես։ Հիմա շատերը գտնում են, որ այդ փաստաթուղթը, եթե հիմա այս իշխանությունը փորձի կետ առ կետ կատարեր եւ ավելի վաղ էլ սկսեր կատարել, մենք այսօր գոնե կպահենք Արցախը Լաչինի Բերձորի միջանցքով, այսինքն բոլորովին այլ պատկեր կլներ, թեպետ ժամանակին դա որակվեց կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Տեսեք, պատերազմի պարտության կողմը եթե ստորագրում է նման փաստաթուղթ, դա այլ կերպ ձևակերպում չունի, դա կոչվում է կապիտուլյացիոն փաստաթուղթ։ Հիմա դա վատ է, ամոթ է, դրա համար մենք կնեղվենք, կսրտնեղենք, դա հարցի մյուս կողմն է, այդ էմոցիաներից անդին կամ մի իրականություն։ Տվյալ հայտարարությունը եռակողմ Հայաստանի համար դա կապիտուլյացիոն փաստաթուղթ է։ Դա հայտարարություն է այն մասին, որ դու ընդունում ես քո պարտությունը, հետևյալ կետերով ու կետերը դրված է։ Ուրիշ բան, որ հիմա այո շահարկում են, որ գիտեք, այս ժամանակ է անցել հատկապես նույնիսկ մենք շահեգան դիրքերում ենք։ Տեսեք, սովորաբար խոսվում է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա անմիջապես վերաբերում է միայն ու բացառապես Արցախին։ Ես ասում եմ ոչ։ Ինչու ոչ, որովհետև նոյեմբերի 9-ի փաստաթղթով նաև ձևակերպվում է տալիս Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքում ճանապարհների ենթակառուցվածքների ապաշրջափակման եւ հենց այդ պայմանով է, որ ես նաեւ ասում եմ, որ ինչ որտեղ նաեւ պարտություն է կրել նաեւ Հայաստանի Հանրապետությունը այդ մասով նաեւ, ինչ մասով, որ նա փաստացի Սյունիքը այդ տրամաբանության մեջ զիջել է։ Հենց միջանցքային տրամաբանությամբ, որի հետ հիմա կա հակադրություն, իհարկե փորձում են տարբեր ձևում ձևակերպումներ անել, որ մենք սա ենք նկատի ունեցել, սա պետք է այսպես լիներ եւ այլն, բայց լրջագույնս սևը սպիտակի վրա գրած է հստակ ձևակերպումներով, որ Հայաստանը որոշակի պարտավորություններ է վերցրել իր վրա, նաեւ այդ կետով նոյեմբերի 9-ի։ Ման Գաբրիելյան, եթե ճիշտ աշխատեր, դուք միջազգայնագետ եք, եթե ճիշտ աշխատեր այս իշխանությունը դիվանագիտական հարթության մեջ, կարծում որ այդ փաստաթղթից հակառակը կարելի է շահել։ Տեսեք, ես այդ օրերին արցախցիներ էին գալիս նաև մեր խմբագրություն, ասում էին անհոգ եղեք, լավ է լինելու, մենք Արցախը հետ ենք բերելու, ամբողջական նախ Արցախը գրաված չէր, ասում էին Շուշին հետ ենք բերելու, մենք ունենք ճիշտ լավ համաձայնություն, այսպես հիմա չեմ ուզում շատ բաներ բացել, բայց շատ մեծ հույսեր ունեին նաև ռուսական կողմի հետ ակտիվ համագործակցության։ Ասում էին, եւ ի վերջո, եթե այդ փաստաթուղթը կարդում ենք, մի քանի անգամ, դա միակ փաստաթուղթն է վերջին, որտեղ Ղարաբաղ մի քանի անգամ կրկնվող, հա, ի վերջո կար Արցախի Լեռնային Ղարաբաղ եզրույթը հստակ կար, որի տակ կար Ալիևի ստորագրությունը։ Այսինքն հնարավոր էր, եթե ճիշտ աշխատացվեր, նույն Զանգեզուրի միջանցք կոչված, այսպեսի, այդպիսի եզրույթ չկա, դա հետո Ալիևը շրջանառեց, այո, այսինքն հնարավոր էր այստեղ եւս շահեկան դիրքերով, այսպես դիվանագիտական հարթության մեջ գործ արվեր, իշա Հայաստանի ինչը չարվեց։ Այդ առումով նկատի ունեմ, որ անգամ նոյեմբերի 9-ի դրությամբ ավելի լավ վիճակում է եղել Հայաստանը, այո, քան այսօր ենք մենք կանգնած, եւ չունենք այլևս Արցախ, հայաթափված Արցախ, եւ այս իմաստով պրավալ դիվանագիտական հարթության մեջ ընդհանրապես կարող ենք արձանագրել, որ պատերազմը հասկացանք, պատերազմ, բայց այս չափ պրավալ։ Տիգին Սիմոնյան, եթե արդեն իսկ պատերազմ է, դա խոսում է, որ քո դիվանագիտությունը պարտվել է, դու
դիվանագիտական դաշտում պարտվել ես։ Այո, որ հասցրել եք Արդեն իսկ պատերազմը խոսում է, որ դու բոլոր գործիքակազմերը օգտագործել ես կամ չես օգտագործել դրա արդյունքում պատերազմը լինում է այդ ժամանակ։ Հետևաբար այդ խնդիրը գալիս է հենց սկզբից, որ պատերազմ է եղել։ Եվ այն քաղաքականությունը, հատկապես արտաքին քաղաքականությունը, որը որդեգրել է այս իշխանությունները, դրանք կապիտուլյացիոն, զիջողական, հարմարվողական քաղաքականություն է։ Եվ այստեղ բնավ զարմանալու կարիք չկա, որ հետագան ավելի վատ է, հասավ ընդհուպ մինչև էթնիկ զտման։ Եվ տեսեք, դուք այդ նախորդ հարցի մեջ շատ կարևոր բան ասիք, չէ՞, Թուրքիայի մասնակցությունը պաշտոնապես հաստատվում է թե ոչ, եւ աշխարհը, բարձրաձայնում է թե ոչ։ Տեսեք, նույն հաջողությամբ էթնիկ զտումը չէ տեղի ունեցել։ Աշխարհը պաշտոնապես նույն հավաքական արևմուտքը ընդունում է, որ էթնիկ զտում է։ Երեք ես հարցազրույց եմ տալիս Կամալա Հարիսի հայտնի հայտարարության մասով, ասեցի, որ նրանք 1 տարի առաջ, երբ որ ուղիղ հարցադրում եղավ, էթնիկ զտում եղել է Արցախում, թե չէ, ասեցին չենք պատասխանի այդ հարցին։ Լղոզված ինչ որ այսպես տարբեր բառամթերքով ինչ որ պատասխան եղավ, բայց կոնկրետ հարցին ինչ եմ ուզում ասեմ, աշխարհի համար հիմա էական չի հասկանում եք, թե իրենք ընդունում են Թուրքիան անմիջական մասնակցություն ունեցել է թե չէ։ Ընդհուպ մինչև էթնիկ զտում էր թե ոչ։ Հասկանում եք։ Եվ երկրորդը Արցախը համակերպվել է նաև։ Արցախի կորուստի հետ կապված այդ տվյալ ստատուս քվոյի մասով աշխարհը համակերպվել եւ ընդունել է ստատուս քվոն։ Ինչու՞, որովհետեւ Հայաստանի իշխանությունն է դա։ Ահա, բայ է դեմ ասում։ ՄԱԿ-ի ելույթը փորձենք հասկանալ։ Հենց է դա, այսինքն մարդիկ ընդունել են այս երևույթը։ Ձեր ասածը, որ դուք ասում եք, ստատուս քվո, տեսեք, նույն ասում եք դիվանագիտական ինչ գործիքներ ունենք, չէ՞։ Ես շատ-շատը կարող եմ թվարկել, մի քանիսը կասեմ ընդամենը։ Նույն ինքը այդ հայտարարությունը, այդ տխրահարճակ հայտարարությունը, որը ընդամենը հայտարարություն է։ Տեսեք, կետեր եմ ասում։ Նախ չի ռոտաֆիկացված չի 3 երկրների պարլամենտներում ազգային ժողովով, չի հաստատվել սահմանադրությամբ, չի հաստատվել եւ այլն, որը ըստ ընթացակարգի պետք է դե։ Երկրորդը, եղբայր, մենք տեսեք, այսպես բարձրաձայնում ենք, չէ, ամեն րոպե բանը 8 կետը չի արվել։ Ես էլ եմ ասում, այո, 8 կետը չի արվել։ Հենց այդ է, որ այդ հայտարարության 8 կետերը չանելու պարագայում դու 9-րդ կետը կարող ես, այո, կետերից մեկը։ Բայց մենք ինչ ենք անում։ Տեսեք, ես միշտ ուղիղ հարց եմ տվել գործող իշխանություններին եւ իդեմս Փաշինյանին։ Եղբայր, եթե դու գտնում ես, որ այդ փաստաթուղթը ինքնին ոչինչի մասին է, ոչ մի կետ չեն կատարել երկու կողմերը, դու ինչի չես դենոնսացնում այդ հայտարարությունը։ Ինչի հետ չես կանչում քո ստորագրությունը։ Իսկ այստեղ արդեն աշխարհակահաղական այլ հաշվարկներ կա, այլ պայմանավորվածություններ կա։ Հասկանում ենք, չէ՞, որ այս ամեն ինչ այդքան էլ մագերեսային չի։ Սա պայմանավորվածությունների արդյունքում մի ժամանակ պետք էր մի պահ արևմուտք թեքվել, ցույց տալ, որ մենք այսպես հիշում եք, չէ, ռևերս ենք անում, դիվերսիֆիկացնում ենք, հիմա վազում ենք ռուսական կողմը, չէ՞, հիմա։ Բայց վազում ենք, որ իհարկե վազում ենք։ Հենց հայտարարում է, վազում ենք, հաջորդ պահին ասում է, ՀԱՊԿ մեր անվտանգությունը ինքնիշխանությունը ոչնչացնում է, Ռուսաստանը եւս։ Հիմա որտեղ է այս մարդը։ Բայց տեսեք, եւ ուր է տանում Հայաստանը։ Մարսում է նաեւ այդ ամեն ինչը։ Եվ եթե մարսում է, պատկերացնում եք, չէ, ուրեմն ինչ որ բան պայմանավորվածության արդյունք է, որ թույլ է տրվում նման մարդու նման կերպ արտահայտվել, հա, դուք կարծում եք Ռուսաստանի հետ ունի օրինակ պայմանավորվածություն։ Որոշակի պայմանավորվածություններ կան։ Օրինակ Ալեն Սիմոնյանը, երբ որ Զախարովային, Մարիա Զախարովային այսպես վիրավորական տոնով է դիմում, դա էլ է պայմանավորվածությունների դաշտում, այնտեղից էլ լսում ենք նույնպիսի համահայրական հայտարարություն։ Եկեք ընդունենք, որ նման փոխհարաբերություններում, որտեղ կա կրիզիս, ահռելի ճգնաժամ ու ջրբաժան հայ-ռուսական հարաբերություններում, այդ կատեգորիայի մարդկանց շրջանակում հնարավոր է նման բումերանգային բաներ։ Բայց դրանից վերև կան ավելի լուրջ, չէ, խաղացողներ, ավելի լուրջ պայմանավորվածություններ եւ այլն, որը շատ դեպքերում պետք է դեմոն։ Այո, պարոն Կարապետյան, հասկանանք, թե հիմա ինչ պայմանավորվածությունների, մենք եկանք արդեն վերլուծելով ձեր օգնությամբ, ձեր հստակ խոսքով, որ ունենք պայմանավորված պատերազմ, 44 օրյա այս պատերազմը պայմանավորված էր, համաձայն դրա ստեղծվեցին համապատասխան իրավիճակներ, առ այսօր, որպեսզի հասնենք նրան, որ Արցախը ընդհանրապես հայաթափվի, եւ հիմա գնում է Հայաստանի։ Մենք կանգնած ենք այսօր պետականության, հայկական պետականության կորստի առաջ։ Երբեմն ինձ թվում է մենք չենք հասկանում, այնքան ենք կրկնել այդ միտքը, որ այսպես անընդհատ ասում ենք, եւ չենք պատկերացնում, թե դա ինչ է իրենից ներկայացնում աշխարհի հնագույն ժողովուրդ, որին բախտ էր վիճակվել ունենալ պետականություն,
գործոն լինել տարածաշրջանում, 21-րդ այսօր դարում կանգնած կարող է, է կորցնել իր պետականությունը։ այո, իդեպ ասեցի 21-րդ դար եւ ես նորից հիշեցի Վազգեն Սարգսյանի խոսքը, թե 21-րդ դարը մերն է լինելու։ 21-րդ դարը հակառակ իրավիճակ է հիմա ստեղծվում Հայաստանի համար, բոլորովին մերը չի լինելու եւ ցեղասպանության ականատես եղանք հենց Արցախում ու վտանգը Հայաստանի պարագայում է շարունակում։ Հիմա ինչ խաղ է գնում։ Եկեք փոքր-ինչ հասկանանք ՄԱԿ-ում այս մարդը ինչ ելույթ ունեցավ Նիկոլ Փաշինյանը, որի խոսքում բացարձակ չկար Արցախը, գերիների մասին ընդհանրապես մոռացել է, բոլորից արժանապատվությունը ոտնատակ է տվել, հա, չկա հայկական այն արժանապատվությունը, քո հայրենակիցը Բաքվի բանտում է, թշնամու բանտում է։ Այս մարդը չի խոսում։ Արցախահայությունը տեղահանված է, այս մարդը լռում է։ Հայաստանի գլխին կանգնած է պատերազմի նոր պատերազմի վտանգը, այս մարդը դարձյալ չի խոսում։ Խոսում է միայն խաղաղությունից, լավատեսական հայտարարություններով։ Հայտարարում է հայերս ասում ենք լավը ասենք, որ լավը լինի, այդ չգիտես ինչ ձևակերպումով ասես, որ տեղին լինի։ Տեսեք։ Լավ, ձեր վերլուծությունը ՄԱԿ-ի այդ ելույթը ինչ սցենարի մեջ է տեղավորվում։ Նախորդ ձեր ասածից ուզում եմ Ագամա Գորգիսյանին հիշի, ինչ կասեր հիմա Գորգիսյանը, որ ասեր գեցե այն Հայաստանը, որ վաղն է գալու։ Տեսնում ենք ինչ Հայաստան է եկե այդ վաղը։ Գիտեք, այն ինչ որ ես լսեցի ՄԱԿ-ի ամբիոնից, նախ ՄԱԿ-ի ամբիոնը դա ամենալուրջ ամբիոնն է, որը դու պետք է ըստ արժանավուն ծառայեցնես։ ՄԱԿ-ի ամբիոնում մենք լսեցինք ինչ որ ռոմանտիկայի ժանրից, ոչ քաղաքական տեքստ, ինչ որ անհաղորդ, անհասցե, ավելի ճիշտ հասցեագրված, բայց եկեք գիտեք ոնց որ ինչ, այսպես բարեգործի բաներ, հայտարարություններ, եկեք խաղաղ ապրենք, եկեք լավ բառամթերք օգտագործենք մեր խոսքի մեջ, եկեք միայն լավից խոսենք։ Ուրացավ ամեն ինչ։ Ես չգիտեմ, տպավորություններ, գիտեք ոնց որ Շվեյցարիայի պես մի հատ պետության ղեկավար էր եկել, որը երբեք ոչ տեսել է պատերազմ, ոչ տեսել է կորուստ։ Ինչ որ երբևիցե, հա, այնպես մի հատ բարեկեցիկ պետության ղեկավար էր, որը եկել էր այս ամբողջ խառնաշփոթ աշխարհի հավաքված, հա, ղեկավարների մոտ, ասում էր Ժորժ ջան, տպավորություն, այսպես մի քիչ բանով, քարը թափեք, բարեկամություն արեք, խաղաղություն արեք, աբագա կա աբագա, այդ աքսիոմը, նախ աքսիոմի իմաստը չի հասկանում, աքսիոմը ինչ է, մի քիչ այդ բառն է ասում, ՔՊ-ի անունից է խոսում, կուսակցությանը ասում է, ես կուսակցության բանով մենք եկել ենք այդ համոզմանը, դա արտարացվել է, եղբայր դու ամբողջ ժողովուրդ ես ներկայացնում։ Ինչ ԿՊ, ինչ բան, ինչի մասին ես խոսում։ Բայց դուք նկատեցիք, ասում եմ ՄԱԿ-ի չնդրած մարդկանց ղեկավարն ես համարվում։ Դու մեր Հայաստանի դեմքն ես, դու մեր դեսպանն ես, հասկանում եք այդտեղ։ Դու գնացել ես այդ բեմը ինչին ես օգտագործում։ Հենց դա, տեսեք, այստեղ էլ էր ինքը ուզում, այսպես յուրահատուկ երևալ։ Այդ բեմը, որ միշտ օգտագործվել է, չէ, կարևոր հայտարարություններ են հնչել, այս մարդը օգտագործ, ասում է, եկեք կոտրեց, փորձում է, այսպես ասած, կարծրատիպերը կոտրել, ՄԱԿ-ի ամբիոնից խոսում ենք բոլորովին այլ բաների մասին։ Քննարկում է 5 պագաս պատերազմի այնտեղ Հեզբոլան խփում են ամբողջ մերձավոր արևելքը 5 պագաս պատերազմի մեջ է Պոզիտիվ թեմաների մեջ է։ Աշխարհը խառնվել է իրար 1000 ու մի խնդիր են եկել այդտեղ քննարկում ինքը ոնց որ ամեն ինչից ու իրականում այդպես է կա ախր հասկանում եք հիմա որ տեսնում եմ ոնց է տիգնոջ է թափառում Նյու Յորքյան փողոցներում ես հասկանում եմ այդ մարդը անդարդ անցավ ինքը իր առաջ խնդիր չդրած մարդ է այդ մարդու համար մենակ խաղաղություն ինքը մտածում է որ ինքը այն ֆիգուրն է որ ինքը եկել է տարածաշրջանում խաղաղություն բերի ու ինքը նույնիսկ արդեն Նյու Յորքի հարտակից ՄԱԿ-ի ամբիոնից խաղաղությունը հորդորում աշխարհին զավեշտի ժանից է չեմ ուզում կարծում եք որ ինքը ես կարծում եմ դա հերթական են մեծ եւ հակահայկական խաղի շարունակություն է թուրքական երազանքների իրականացման մեջ է այս մարդը ընդ որում եւ հանդիպումը Էրդողանի հետ դարձրել եք օրեր առաջ ինչ արտահայտություն արեց ասեց նայեք ինչ մանիպուլատիվ իհարկե անդրարշավային չէ ապագայում բաներ է նախանշվում մարդը ասում է ինչ արել ենք ներողություն ինչ էլ անելու ենք էլի կներեք դուք հասկանում եք ուր է տանում են դուք խոսում եք ռազմական այդ բան տեսեք ինձ թույլ չեմ տալիս ավել չագերտներ բացեմ Սյունիքից հաուբիցներ են դուրս գալիս երբ որ հագարակը Սյունիքը պետքա զինվի հիմա Սյունիքը պետք է դարբասը չէ ինքը իրեն Սյունիքը ինչ է մեր կորցնենք Սյունիքը կորցնենք Հայաստանը վերջացավ պատկերացնում եք Սյունիքը հիմա հարց եմ տալիս Սյունիքը ըստ ձեզ դուք տեղեկացված եք ինչ կա Սյունիքում հիմա ինչպիսի արսենալ է դրած ինչպիսի այսինքն ռազմական տեսանկյունից Սյունիքը այսօր
Հավանական էքսպանսիայի, ռազմական օկուպացիայի դեպքում պատրաստ է դիմագրավել։ Հիմա դուք ինչ եք ասում, պատրաստ եք թե ոչ, ինչ տեղեկություն ունեք։ Ոչ, պատասխանատվությամբ ասում եմ ոչ։ Հույսը դրված է, որ կապանում կա Իրանի հյուպատոսարան, ռուսական, չգիտեմ, մի քանի աշխարհաքաղաքական հաշվարկ գոյություն։ Իրանն էլ դե ասելա, որ մենք թույլ չենք տա։ Այսինքն մեր հույսը մնում է Իրանի կարմիր գծերը։ Այո, փաստացի այո։ Փաստացի այո։ Այն դեպքում, երբ որ երեք եւ նախորդին տարածված լուրերի համաձայն իսրայելական հերթական զենքով բեռնված ինքնաթիռները իջնում էին դեպի Ադրբեջան, այսինքն եւ հայտարարվեց, որ Ադրբեջանը նոր զինտեխնիկա է բերում, թեպետ այնտեղից Ալիևը մատեթափ տալիս, որ հանկարծ հայերը ռևանշիզմ չանեն։ Տիգին Սիմոնյան, եթե ես հիմա թվարկեմ, իսկ ես տիրապետում եմ այդ ինֆորմացիային, չնայած դա բաց ինֆորմացիա է։ Եթե դուք տեսնեք երեկվա դրությամբ պակիստանյան ինչպիսի զինտեխնիկա է մտել Ադրբեջան, դուք կհասկանաք, որ ռազմաքաղաքական բալանսը, այդ որ մենք ուզում ենք գոնե մի փոքր հավասարեցնել։ Իդեպ միակ գրավականը է դա, որ դու չունենաս հաջորդ պատերազմ, օկուպացիա։ Միակ հարցի պատասխանն է, որ դու ռազմաքաղաքական բալանսը, հավասարակշռությունը բերես, որը մենք չենք անում։ Մենք նշեցի, չէ, 4 տարի նորմալ զորավարժություն անգամ չենք անցկացնում։ Հիմա այնպիսի զինտեխնիկա է բերվել, որ հավասարակշռությունը ոչ միայն եռագի քառագի անգամ ի օգուտ իրենց ավելացել է։ Դուք պատկերացնում եք, ինչ մարտահրավերների, ինչ արհավիրքի առաջ են կանգնած։ Իդեպ երեք խոսվում էր Զանգեզուր անունով անօտաչու են բանանել, այո, Զանգեզուր անունով եւ անօտաչու եւ ինչ որ մի հատ զինտեխնիկայի անուն ասեցին, այո։ Մարտիկ ուղիղ տեքստով հասկանում եք, թշնամին շատ անկեղծ, որի համար ես իդեպ շնորհակալ եմ, որ մարտիկ ուղիղ տեքստով գոնե ինֆորմացնում են, թե ինչ են ուզում անեն, գոնե մեզ այդ ինֆորմացիան են տալիս։ Հայ ժողովրդին տալիս են, բայց հայ ժողովուրդը վերադարձվում, պետք է վերադառնան մեր արևմտյան Ադրբեջանի, այսպես հա ձևակերպում է 300-ից 1 միլիոն բնակիչ։ Մինչև դա չլինի, Արցախի վերադարձ հայերի մոռացեք, այսինքն մարդու դիմաց, քանակի դիմաց, հա։ Մարդիկ ասում են Զանգեզուրը մերն է, Երևանը մերն է։ Գոյչա լիճը պետք է ջրային ռեսուրսի տեսանկյունից պետք է մի մասը մերը լինի։ Խոսույթում ունես բաներ է պատտվում։ Պարոն կապիտան, եկեք արդեն մեր եթերաժամանակը ավարտվում է, ամփոփենք, հասկանանք ինչ ենք անում։ Նաև ազգովի։ Գիտեք, մենք բոլորս այլևս պիտի հասկանանք, գիտակցենք, որ հույսեր չենք կարող ունենալ այս իշխանությունից։ Այս իշխանության ղեկավարը սրտին այսպես ամուր կպցրել է Էրդողանի գիրքը։ Հարցը թե մի հատ կարթա տեսնի, թե այդ գրքի մեջ Հայաստանի մասով ինչ կա գրած։ Դե ինձ թվում է լավ է տեղեկացված է։ Կառուցելու վերնագրով գրքի մեջ Հայաստանի մասը, Հայաստան գոյություն ընդհանրապես ունի։ Դե թուրքական երազանքի մեջ բնականաբար չկա Հայաստանը, վստահ եմ դրանից լավ տեղեկացված կլինի։ Չասեմ ինչ բովանդակությամբ գիրքը, եթե երկրի հակառակ կողմը մի հատ նվիրեր, թող Էրդողանն է մի հատ տեսներ մեր վարչապետը ինչ մտքի թռիչքներ ունեցող գրքեր է հրատարակում։ Պարոն կապիտան, տեսեք, իմ համար ամենասարսափելին այս օրերին նաև այն է, որ մենք ազգովի հանդուրժում ենք այդ ստորացումը։ Տեսեք, այդ լուսանկարները, որ տարածում էին թուրքական կողմը, պատահական չէր։ Ինչպես էր կանգնած, ինչպես էր ժպտում, ինչպես էր վերևից նայում արհամարանքով Էրդողանը, ինչպես ընդառաջ չգնաց, ընդհանրապես ընդառաջ չգնաց, նա եկավ բազեված ձեռքը մեկնեց թուրքական տունն էր այդտեղ այդ հանդիպման վայր, այո, որպես ընտրվել։ Ասում են Նիկոլին տարավ տուն, իր տուն։ Թուրքիայի նախագահ Նիկոլին տարավ իր տուն։ Շատ վատ բան եք ասում իրականում, սա ողբերգություն է, սա մարազմ է։ Եվ դրվեց հայկական պետականության վերջակետը, ես այդպես եմ տեսնում, ես թող որևէ մեկը չասի, թե մենք ասենք սրում ենք իրավիճակը։ Որն է իմ ձեր ցավը, որ այս ժողովուրդը չի ստապվում։ Ժողովուրդը։ Ժողովուրդը չի ստապվում։ Իսկ քաղաքական, մտավորականները, բոլոր էլիտաները որտեղ են։ Ասելով արդեն հենց ամբողջականն եմ ես հավաքական կերպար որպես ժողովուրդը, որի մեջ մտնում են բժիշկները, լրագրողները, գիտնական չենք ստապվում, ապատիկ ֆոն է մինչև հիմա։ Մենք հանդուրժում ենք։ Հասկանում եք, մենք անձնական խնդիր սա չենք դիտարկում։ Ոնց որ այ հիմա գան մեզնից մեկի տան պատշգամբի հետ կապված կադաստրային խնդիր առաջանա, բուկ կկտրեն, բայց սեփական հողի իրականում սա աբսուրդ մարազմ ողբերգություն է, սա տոտալ ողբերգություն է։ Որտեղ իր դերն ունի, եկեք ասենք, հա, ընդդիմության
Իհարկե, քայլերը, Ալենա ընդդիմության Սիմոնյան պահվածքը շատ ճիշտ ձևակերպեց, Աստված է մարդը տվել, անկեղծ չէ՞, ասեց, ժամանակին ես էի ընդդիմությունը։ ասում էի գտել են իրար, սենց սինխրոն աշխատել, մարդը ավելին ասեց, մարդը անկեղծ ասեց հրաշք են սրանք Դե մեզ այն համար։ հարցը թե ինչու ենք մենք այսպես Նման զգոնությունը ընդդիմությունը կորցրել, երազանք էր։ այո, պան կապիտան, ուզում եմ տեսնենք հետեւյալում, երբ ասում ենք զգոնությունը կորցրել է, շշմած է, թմրած է մեր ժողովուրդը, ես ինքս տեսնում եմ հետեւյալում, երբ որ մարդուն անընդհատ մի բանի համար տանում ես, հետո տուն ես ուղարկում, ասում ես այսօր շատ կարևոր հարց ենք լուծելու, երկիրը ազատագրելու ենք այս թուրքա հպատակներից, ու հետո ասում ես լավ, մի քիչ քայլեցինք եւ գնացեք տուն, մարդիկ հիասթափվում են, ի վերջո գոյություն ունի հիասթափություն։ Այս մարդիկ ընդդիմությունը հասցրել է մեր ժողովրդին հիասթափության, հիմա էլ հոկտեմբերի 2-ին պատրաստվում են հերթական, թե ինչի հոկտեմբերի 2-ին, երբ որ արդեն ավելի վաղ կարելի էր արվել։ Այո, երբ որ Սահմանադրական դատարանը որոշեց սահմանագծման այդ կանոնակարգը եւ տվեց իր համաձայնությունը Փաշինյանի ծրագրին, Ալիև Փաշինյան ծրագրին։ Հիմա մենք ինչ սպասենք, ամփոփեք խնդրեմ, հոկտեմբերի 2-ով գնալու եք ի դեպ, մասնակցելու եք, հույսեր ունեք, ասում են նոր էտապ, նոր փուլ, նոր պայքար։ Տիգին Սիմոնյան, մասնակցել չեմ մասնակցի։ Ունեմ դրա հազար ու մի պատճառն ու պատրվակը, որպես այդպեսին հիմնավորված։ Տրամաբանությունը չեմ հասկանում։ Հա, նոր թափ են հաղորդում, եղանակները լավ է, եկել են նորից ինչ որ բան են գեներացնում, հա։ Գիտեք, կորսված պահ է արդեն իսկ, մսխված պահ է։ Ժամանակին ես ձեր տաղավարում ասել եմ, որ կորսվեց, մսխվեց։ Ինքնամսխվում տեղի ունեցավ։ Ես չեմ բացառում ոչ մի բան, ընդհանրապես քաղաքականության մեջ ոչինչ չի բացառվում։ Եթե կգտնվեն այնպիսի ուժեր, որ կարող են այս իշխանության հախից գան, այսպես ասեմ, օր առաջ այս իշխանությունները մեր ժողովրդի համար հիմա գալու են, չէ, տրոյական ձի են։ Իրականում դրա դեմն առնել է պետք է իհարկե։ Ու այստեղ էլի հիշում եք, մենք քննարկել ենք միասին։ Խնդիր կա, այ ընդդիմության մասին տեսակ, ես եւ դուք ինչ կարծիք հայտնեցինք։ Դա շատերի կարծիքն է այդպես։ Նորություն չի։ Մարդիկ փնտրում են նոր կադրեր, երրորդ ուժ անունը դրեք, ինչ ուզում եք անունը դրեք։ Նոր ինքնաբավ կայացած մարդիկ մաքուր հետագծով։ Դա ինչու չի Խնդիրը է դա, որ խմորվում եւ կայանում։ Որովհետեւ քաղաքական դաշտը այնքան է մղդրված, որ հիմա կարծես չի գտնվում այնպիսին մարդիկ մարդկանց խումբ, որոնք որ նախ կարող են գալ նման պատասխանատվություն վերցնել իրենց վրա։ Երկրորդը ժողովուրդը ճանաչի իրենց, հարգի եւ այդ ամեն ինչը դրսեւորվի այնպես, որ նրանց տրվի շանս, որբիսի նրանք փորձեն այս իրավիճակը փոխել։ Հիմա այս պարագայում տեսեք, անուններ են շոշափվում, չէ՞։ Այդ անունների հետ կպցվում են պիտակներ, ինչ որ նախկիններ կա, սրա մարդն է, նրա մարդն է եւ այլն եւ այլն։ Իրականում շատերը այդպես էլ կան, որովհետև պուջուր երկիրը հասկանում 3 միլիոնանոց 3 էլ չենք արդեն գտնել քաղաքականապես մաքրուր, հա, ելի եմ կրկնում, զարգացած, կրթված, արժանի հայորդի, որը որ կմտնի նման պատասխանատվության տակ եւ որը որ հարային շրջանակներում ընկալելի կերպար է։ Իհարկե ես մատերի վրա գիտեմ նման անձանց, արժանի հայորդիներ։ Բայց պետք է հասկանանք, այդ մարդիկ ունեն այդ պոտենցիալը կամ ստանում են ժողովրդից այդ մանդատը, որպեսզի դա պիտի հասունանա, այդ process-ը պիտի վստահության process-ը պետք է հասունանա։ Մենք ինչի ագանատեսնենք, մենք օպտիմիստորեն տրամադրված ենք, որ այո, այս սրբազան շարժումը պետք է ինչի բերեր հանգուցալուծումը տրամաբանական կուլմինացիան, պետք է տեսնենք սրանց հեռացումը, չէ՞, չտեսանք։ Պատճառներ մի շարք թվարկել եմ այդ շարժման խնդիրները, առ այսօր է թվարկում եմ։ Բնավ իսեր Աստծո, ես չեմ թերագնահատում կամ վարկաբեկում։ Խոսքը գնում է իրանց քաղաքականապես սխալ քայլերի մասին։ Բազմիցս խորհուրդ եմ տվել, հորդորել եմ, ինչն է սխալ։ Ինչպես անեն, որ քաղաքական միտք հաղորդեն, աստարտ տան այդ process-ին։ Քաղաքականապես process գեներացնեն, ոչ թե էմոցիաների հիմքի վրա։ Որ կողքը պետք է կանգնեն այդ վերը թվարկած մարդիկ, այդ տիպի ուրեմն կենսագրականով ու բնութագրով մարդիկ պետք է լինեն։ Այ հիմա նոր տեսնում ենք, որ ընկալում կա, որ ինքը սրբազան է, ինքը քաղաքական միտք կրող է, բայց քաղաքականությամբ արի թող չզբաղվի ինքը այդ շարժման հոգևոր, հա, մասը, բայց այնտեղ պետք են նորմալ մարդիկ, որոնք որ քաղաքականապես ունեն ասելիք ու անելիք, որոնք ունեն ծրագիր ամենակարևորը ու ճանապարհային քարտեզ։
թե ոնց են անելու։ Դրա համար էլ ինչ որտեղ ժողովրդին էլ մեղադրելի չի։ Ժողովուրդը հիասթափվել է, որտեղ միշտ խաբվել է, միշտ հույս է դրել, հույս է փայփայել, վերջում չի արտարացրել իր հույսերը։ Այո։ Դրա համար էլ այս վիճակում ենք, այս բազմից եմ ասել, հիմա էլ կասեմ։ Նույն է ժողովուրդը հասկանում եք այնքան է հոգնել բան, եւ երկրորդը իրենց համար հիմա այդ առաջնորդ լիդերի կերպարը իրենք հիմա փնտրում են, գիտեք ում, փնտրում են Կարեն Դեմիրճյան կերպար, Քոչինյան կերպար։ Իսկական առաջնորդ են փորձում տեսնել ինչ որ մեկ, չեն գտնում։ Իրականում դաշտը քաղաքական դաշտը շատ այդ առումով ամուլ է։ Այո, դուք կարևոր միտք ասացիք, որպես վերջաբան նաև սրա հետ կապված էլ ասեք, հեղինակազրկում են։ Եթե որևէ հայրենասեր մարդ ակտիվ փորձում է մտնել քաղաքական գործողությունների մեջ, միանգամից գտնում են այդ ձեր ասած ինչ-որ անիմաստ բաները, կապում են ներկաների հետ, հա, պիտակավորում են եւ փորձում են հեղինակազրկել ու թույլ չտալ, որ նա կայանա եւ ասենք ուժը ձևավորվի տվյալ, սա լրջագույն խնդիր է, դա է պատճառը, որ շատ հայրենասեր մարդիկ այսօր ստվերված են։ Կամ չեն ուզում թաթախվեն այդ process-ի մեջ, թեկուզ մաքուր նպատակներ ունեն ու իրոք ուզում են իրավիճակը փոխել։ Այո, շնորհակալ եմ, պարոն Կարապետյան, շատ հետաքրքիր վերլուծության համար եւ շատ նաեւ պատասխանատու, որտեղ այսօր պատասխանատու նաեւ օր էր մեր բոլորի համար, մեր հիշողությունների համար 44-օրյա պատերազմի դաժան սկզբի օրն էր եւ հետաքրքիր վերլուծություն արեցիք, կարծում եմ ժամը կգա, օրը կգա եւ դուք որպես ռազմական գործիչ նաեւ ռազմական գործիչ շեշտում եմ շատ ավելի ասելիք կունենաք։ Շնորհակալ եմ։ Վերհիշեցնեմ, այսօր իմ հյուրը միջազգայնագետ ռազմաքաղաքական գործիչ Դավիթ Կարապետյանն էր, կհանդիպենք։